Ում էլ որ հպվի Սուրբ Հոգու կրակը, նա չի կարող լուր մնալ։ Հիսուսն ասում է Աստվածաշնչում. Նա ով հավատա ինձ համաձայն Սուրբ գրքի, նրա ներաշխարհից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Գետը կարող է անապատը փոխել պարտեզի, կանաչավետ, փարթամ և կենսալի, երբ Աստված է իշխնում։ Երբեք չէի մտածել, որ հնարավոր է ավետարան քարոզեմ։ Երբեք։ Մտքովս երբևէ նման բան չէր անցել։ Ես տարված էի թենիսով, սպորտով և փող վաստակելով։ Եվ մի օր չգիտեմ ինչու գնացի ննջասենյակ, ծնկի եկա մահճակալիս մոտ և բացեցի Աստվածաշունչը, և բացվեց այն հատվածը, որտեղ Հիսուսը խոսում է իր աշակերտների հետ, և նա հարցնում է. Պետրոս, սիրում ես ինձ։ Պետրոսը պատասխանում է. Տեր, գիտես, որ սիրում եմ քեզ։ Եվ Հիսուսն ասում է. արածեցրու իմ գառներին։ Երբ կարդացի այդ խոսքերը, թվաց, թե Հիսուսն է կանգնած իմ առջև։ Դրանք այլևս պարզապես խոսքեր չէին գրքի էջից։ Ոտքի ելա գնացի մորս մոտ, նա խոհանոցում էր, ասացի. մայրիկ, ես այլևս չեմ կարող հակառակվել Աստծո կամքին։ Ես հնազանդվում եմ նրան և նվիրում եմ կյանքս մարդկանց որսորդ դառնալու։ Նախ և առաջ փափագում էի, որ Զուլու ժողովուրդը ստանա այն, ինչ ինձ էր տրվել։ Չգիտեմ ինչու, հավանաբար այն պատճառով, որ մենք նրանց շրջապատում էինք ապրում։ Հիսուսն ասաց. սկսեք Երուսաղեմից, Զուլուների մեջ ծառայություն սկսելն իմ Երուսաղեմն էր։ Մինչև հիմա հիշում եմ իմ առաջին քարոզը, որտեղ է Հիսուսի արյունը։ Արդյոք այն ձեր սրտերում է, մաքրելով և փոխելով ձեր կյանքը, թե այն ձեր կրունկների տակ է։ Արդյոք նրա շնորհքը ոտնատակ եք տալիս։ Եվ ամեն բան սկսվեց այդտեղից։ Հարյուրավոր մարդիկ սկսեցին իրենց կյանքը նվիրաբերել Աստծուն։ Սակայն մի քանի շաբաթ անց ամեն ինչ ավարտվում էր։ Նրանք կրկին վերադառնում էին իրենց հին կյանքին։ Եվ այն ինձ խորապես հուզում և անհանգստացնում էր։ Եվ ես աղոթեցի. Տեր, ուղարկիր քո Սուրբ Հոգու արթնությունը, գործիր ավելի խորը և զորավոր կերպով։ Միտքս էի բերում Աստվածաշնչյան այն խոսքերը, որտեղ Հիսուսն ասում էր. ինձ հավատացողն ինձանից ավելի մեծ գործեր կանի։ Ես չէի տեսնում այդ գործերը, տեսնում էի հավատացյալներ, ովքեր կորցրել էին իրենց սերը, քրիստոնյաներ, ովքեր անհաշտ էին միմյանց հետ, և հարցնում էի ինքս ինձ. միթե սա է ավետարանի արդյունքը։ Մափումոլո ժամանեցի 1966 թվականին։ Աստվածաշունչը ձեռքս առա և ասացի. եղբայրներ, Հիսուսն ասում է, ով հավատա ինձ այս գրքերի համաձայն, իր էությունից կյանքի գետեր կբխեն։ Հարցրեցի, արդյոք կյանքի ջրեր են բխում ձեզանից։ Ասացին ոչ։ Ասացի, ես էլ չեմ տեսնում, թե նման բան ինձանից բխի։ Այսպիսով եկեք վերցնենք մեր Աստվածաշնչերը և քննենք մեր հավատքը, հասկանալու, թե մենք
իրոք հավատում ենք։ Ոչ լյութերականների, ոչ մեթոդիստների, այլ Աստվածաշնչի համաձայն շարժվենք։ Հիշում եմ, կարծես թե 3 լիներ։ Մենք հավաքվեցինք մի հին կիսավերակ փարախում։ Աղբը հեռացրեցինք և մաքրեցինք այն փոշուց։ Ամենօրյա ծառայություններ սկսեցինք։ Ուսումնասիրում և քննում էինք Գործք առաքելոց գիրքը։ Եվ խորապես ցնցվում և հանդիմանվում էինք, տեսնելով այնպիսի բաներ, որոնք պակասում էին մեզ առօրյա կյանքում։ Սկսեցինք աղերսագին աղաղակել Աստծուն, աղոթելով, որ Աստված մեզ առաջին դարի եկեղեցու պես դարձնի։ Աստված սկսեց գործել մեր կյանքում։ Նա հանդիմանեց մեզ մեր մեղքերի համար։ Մենք աղաղակում էինք. Տեր, հանգրվանիր մեր մեջ։ Սակայն մենք չգիտեինք, թե նա ինչպես պետք է գար։ Մենք պատկերացում չունեինք, թե դա ինչպես պետք է լիներ։ Եվ մի օր, քանի դեռ աղաղակում էինք Աստծուն, որ նա ուղարկի իր Սուրբ Հոգին, հիշում եմ, գլուխս ձեռքերիս մեջ առած ծնկի է եկել Տիրոջ առաջ, երբ մի զորավոր քամի ներխուժեց։ Մենք ուղղակի բոլորս հասկացանք, որ Աստված եկավ։ Եկեղեցական որևէ զանգ չհնչեց, որևէ հրավերք կամ հայտարարություն չեղավ։ Մենք պարզապես վկա եղանք այն տեսարանին, թե ինչպես էին բազմությունները հոսում մեր ուղղությամբ։ Նրանք գալիս էին և ասում. ցանկանում ենք Աստծուն հանդիպել։ Հարցնում էինք, ով է ձեզ հրավիրել։ Պատասխանում էին, ոչ ոք։ Առաջին եկողը մի կախարդ էր, ով կախարդություն էր սովորեցնում նաև ուրիշներին։ Նա ասաց. ես դիվահար եմ, Հիսուսը կարող է ազատագրել ինձ։ Բազմություններ էին գալիս, կանայք, տղամարդիկ, սևամորթներ, սպիտակամորթներ, ամեն տեսակի մարդիկ։ Նման էր նրան, որ Սուրբ Հոգին էր ներխուժել նրանց տները և դրդել նրանց մեզ մոտ գալ։ Երկար քարոզների կարիք չկար։ Յուրաքանչյուր անձնապես էր հանդիմանվում իր մեղքերի համար Սուրբ Հոգու կողմից, և նրանք խոստովանում էին իրենց մեղքերը, կարծես Հիսուսը բռնկել էր Սուրբ Հոգու կրակը և այն տարածվել էր ամբողջ երկրով մեկ։ Այնուհետև լսեցինք վկայությունները, Թուգելաֆերի սարերից էին մարդիկ եկել, ովքեր հանդիմանվել էին իրենց մեղքերի համար։ Քինգս Քլիֆում Աստված փոխում էր մարդկանց կյանքերը։ Շրջակա դաշտավայրերում մարդիկ վերափոխվում էին։ Մենք ականատես եղանք, թե ինչպես չոր անապատը վերածվեց փարթամ պարտեզի, կյանքի ջրերից վերափոխվելով։ Տերը բազմաթիվ միջոցներ գործածեց իր ավետարանը տարածելու համար, երգի զորությամբ, մեզանից ոմանք կանչվեցին քարոզելու խոսքը, և շատերը լսելով Սուրբ Հոգու հեղման մասին հրավիրեցին մեզ իրենց քաղաքներն ու եկեղեցիները։ Մենք այցելեցինք աշխարհի բազմաթիվ քաղաքներ, եղանք Եվրոպայում և այլ աշխարհամասերում։ Եվ այս կերպով ավետարանը տարածվեց ամենուր, և առաքելության բազմաթիվ մասնաճյուղեր հիմնվեցին։
Մափումոլոյում Սուրբ Հոգու հեղման ընթացքում մեզ մոտ էին գալիս աշխարհի տարբեր մասերից։ Եվ մենք չէինք կարող նրանց չընդունել, թեպետ տարածքի և սննդի հետ կապված խնդիրներ ունեինք։ Այսպիսով մենք սկսեցինք տարածքներ փնտրել Մափումոլոյի համար, սակայն բոլոր դռները փակվեցին մեր առջև։ 4 տարի անց մենք գտանք այս ֆերման։ Այն կոչվեց Կվասիզաբանտու, վայր, որտեղ մարդիկ օգնություն են ստանում։ Եվ հասկացա, որ դա այնտեղն էր, որը որոշված էր Աստծո կողմից իր գործի շարունակության համար։ Այն մի վայրի և անմշակ տարածք էր, սակայն ես ասացի. Տեր, եթե դու այստեղ ես, ապա դա բավական է։ Մենք սկսեցինք փայտե շինությունից։ Հիշում եմ, մեր խոհանոցը ցեխից էր շինված։ Այնուհետև կացարաններ շինեցինք։ Շինարարության հետ մեկտեղ գործն ընդարձակվեց։ Օր-օրի բազմությունն ավելանում էր։ Եկամուտի ոչ մի աղբյուր չունեինք, օգտագործում էինք այն քիչը, որ ունեինք։ Փորձեցինք բանջարեղեն աճեցնել։ Սկզբում միայն 5 աշխատող ունեինք։ Յուրաքանչյուրը հոգ էր տանում աշխատանքների համար։ Եվ ամեն երեկո հավաքույթներ ունեինք։ Հավաքվում էինք 25 հոգու համար նախատեսված փոքրիկ մի սրահում։ Այնուհետև 200 հոգու համար եկեղեցու շենք շինեցինք։ Երբ ծառայությունն ընդլայնվեց, դա էլ փոքր եղավ։ Այնպես որ ստիպված էինք բազմությանը տեղավորելու համար, չնայած ուժեղ քամիներին, վրաններ խփել։ Եվ մի երեկո ժողովին 3-4 հազար մարդ կար, երբ մի հզոր փոթորիկ պոկեց տարավ մեր վրանը, և մենք մնացինք բաց երկնքի տակ։ Այդ պատճառով որոշեցինք մի դահլիճ կառուցել, որտեղ 10,000 մարդ կտեղավորվեր։ Հազար 973 թվականին քույր Թոֆոզին հիվանդացավ և մահացավ, սակայն Տերը նրան հարություն տվեց։ Նա իր հարությունից անմիջապես հետո երիտասարդական ծառայություն սկսեց։
Նա բազմաթիվ երիտասարդների հրավիրեց, եւ մենք ունեցանք մեր առաջին երիտասարդական համաժողովը։ Bafika saba nenkonzo yokuqala yengane. Աստված հզոր կերպով էր շարժվում, եւ մենք որոշեցինք շարունակել ծառայությունը, որովհետեւ եթե երիտասարդը Աստծուն է հանդիպում, նրա ապագան հրաշալի է դառնում։ Այսպիսով ծառայությունն աճեց։ Այժմ մենք տարեկան 2 համաժողովներ ունեինք, մեկը հուլիսին, իսկ մյուսը դեկտեմբերին։ Աստված օրհնեց մեզ։ Մենք սկսեցինք 1 կամ 2 կաթնատու կովից, որոնք հետո շատացան։ Այնուհետև մտածում էինք, ինչ պիտի անենք ավելացած կաթի հետ։ Այսպիսով մենք կաթնամթերքի գործ սկսեցինք։ Ukuba lungonakali. Yafika ingane yathi imfundisi Մանուկներից մեկն ինձ մի երազ պատմեց արտում թաքցրած գանձի մասին, եւ ես հողի մեջ ոսկի եւ ադամանդ էի փնտրում։ Եվ մենք խմելու ջուր գտանք, եւ այն շշալցրեցինք։ Որոշ նախագծեր սկսվեցին։ Սկսեցինք կաղամբ եւ քաղցր բիբար աճեցնել, որպեսզի օգնենք մարդկանց։ Վերջին բանը, որ ցանկանում էինք անել դպրոց հիմնելն էր։ Գործընկերներս ասում էին, որ չեն կարող իրենց երեխաներին հանրային դպրոցներ ուղարկել։ Մենք քարոզում ենք, որ պետք է միմյանց սիրել աստվածային սիրով, սակայն այդ դպրոցներում նրանք ատելություն են սովորում։ Այսպիսով որոշեցինք դպրոց հիմնել։ Եթե իմ երեխաները կրթություն են ստանում, ապա մեր բոլոր երեխաները ևս պետք է կրթության հնարավորությունից օգտվեն։ Շատ անգրագետ մարդիկ դարձի եկան, ովքեր ցանկանում էին կարդալ սովորել։ Որոշեցինք նրանց գրագիտություն սովորեցնել, որպեսզի կարողանային Աստվածաշունչ կարդալ։ Այնուհետև բարձրագույն կրթության կարիք առաջացավ։ Այդ պատճառով մենք ուսուցիչների պատրաստման քոլեջ հիմնեցինք, որպեսզի մեր երեխաների կրթական չափանիշը ցածր չլիներ։ AIDS isifo esibi
Ձիահը սարսափելի չարիք է։ Esisemhlabeni. Այն դժոխք է երկրի վրա։ Sakhala kuNkulunkulu athi nasi Մենք աղոթեցինք, որ Աստված մեզ միջոցներ տա այդ մարդկանց օգնելու համար։ Եվ Աստված առատաձեռն եղավ մեր հանդեպ։ Մարդիկ գալիս էին եւ մենք աղոթում էինք եւ փորձում օգտակար լինել նրանց համար։ Եկավ Աստծոս նախատեսված ժամանակը եւ մենք մի շենք կառուցեցինք, որտեղ հնարավոր կլիներ հոգ տանել նրանց համար։ Նրանք ի վիճակի էին առատ սնունդ ընդունել եւ որ ամենակարևորն էր, ընդունել նաեւ մեր աղոթքները, քանի որ Հիսուսի անունն ավելի մեծ է, քան անգամ ձիահ։ Phezu kwamagama onke likhulu futhi kunegama lengculaza. Izinhliziyo zethu zigcwele 1966 թվականից սկսած մեր սրտերը ցնծում են ուրախությունից։ Մինչ այսօր Աստված շարունակում է գործել նույն կերպ եւ ծառայությունը շարունակում է աճել։ Մենք սկզբում չէինք էլ պատկերացնում, որ այն նման աներևակայելի կերպով կզարգանար։ Մեր ուժերից վեր էր այն։ Մենք չէինք կարող հոգալ բոլոր կարիքները։ Սակայն Աստված իր զորությամբ պահեց մեզ այս 40 տարիների ընթացքում եւ մենք չկորցրեցինք մեր ուժը։ Իմ փափագն է, որպեսզի ինձանից հետո եկողներն ավելի մեծ խանդավառություն եւ եռանդ ունենան Տիրոջ գործի համար։ Ցանկությունս է, որ այս ծառայությունը չսպառվի, որպեսզի նրա շնորհքով մենք կարողանանք հսկել եւ պահպանել այս կրակը, որպեսզի այն չթուլանա եւ շարունակվի մինչեւ վերջին փողի հնչելը երկնքից։